Բարի օր սիրելի երոստատիդող, այսօր պատրաստելու ենք յուրահատուկ քաղցրի տեսակ, ինչպես տեսնում եք, այսօր հյուրընկալել ենք Անուշին, շատերիդ կողմեն հանրածանոթ, գիտեք որ իրա քաղցրները եւ իրա շատ հայտնի Twix-ը, որը պատրաստել է social media-ում կամ սոցիալական հատակներում, ասում են թոփա գնացել, դենց կասեն, չէ, այսինքն ինքը մի խոսքով շատ համով քաղցրներ է պատրաստում եւ ընդհանրապես խոհանոցում ինքը լավ ցերկ ունի։ Դրա համար այսօր մենք որոշել ենք պատրաստել, ինքն է ասելու ինչ ենք պատրաստելու։ Անուշ, ասա ինչ ենք պատրաստելու։ Պատրաստելու ենք էսկիմո, իմ շատ համով բաղադրատոմսով։ Այո, սիրված։ Հատուկ Անուշի բաղադրատոմսով էսկիմո ենք այսօր պատրաստելու, այսինքն տեսնելու եք ճիշտ չափապաժիները, քրեմին, բիսկվիտին եւ այլն, եւ նույնը պատրաստելու եք ու մեզ կգրեք ինչքանով եք հավանել այս բաղադրատոմսը։ Իսկ մենք գնացինք պատրաստելու։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 6 գդալ ալյուր, 10 հատ հավգիտ, 400 գրամ կարակ, 3 բաժակ կաթ, ընդհանուր 3 բաժակ շաքարավազ, 160 գրամ թթվասեր, 10 գրամ վանիլին, 5 ջաշի գդալ օսլա, 6 ջաշի գդալ կակաո։ Մի խոսքով մի հատ հետաքրքիր համովություն է սպասում ցեզ, որպեսզի դուք էլ պատրաստեք ու վայելեք ձեր ընտանիքների հետ։ Այսօր մեր մոտ դոն է։ Մի խոսքով թուղթ մատիտը վերցրեք, բաղացիչները քրեք, իհարկե եթե ուզում եք շատ համով լինի, անպայման մարանիգի ալյուրով, մարանիգի շաքարով կամ շաքարավազով եւ իհարկե կակաով կամ վանիլինով եւ օսլայով, որպեսզի լինի շատ յուրահատուկ եւ որակավորժ։ Մեր տորտի նման։ Վայ, մի հատ տեղին ելավ, տեսեք։ Cheating ստեղ, cheating։ Տարբերվող։ Էսի պախտավորներ։ Կարող է մոդիկից նկարենք մի հատ։ Նայր։ Հա, իրավ, ինչի դու հերոյ ես, չհասկացա։ Տեսեք, մի հատ ստեղ պախտավոր տեղին կա։ Okay։ Շնորհակալ ենք։ Երևի շաքարավազն էլ տնենք, 1.5 բաժակ, չէ, պետք է։ Անուշ, ուրեմն դու երկու երեխա ունեիր։ Այո։ Ոնց է ֆուդ բլոգինգը եւ երեխա մեծացնելը եւ ջաշ պատրաստելը։ Մի հատ ասա։ Շատ խառն է իրականում։ Երեխաներս այս տարի ավարտում են, մեկը ավագ դպրոց է գնալու, մյուսը չգիտեմ դեռ երևի բանակ։ Կարևոր տարի է մի խոսքով Անուշի համար հայկական տենց պատվական ընտանեկան պատմությամբ լեցուն, իսկ ոնց էս ոգեշնչվում տենց պատրաստած ժամանակը իրենք ասում են, որ էս ինչն ենք ուզում, ոչ թե դու ես որոշում։ Ես եմ որոշում, իրականում իրենք այդպես այդքան կմահաճ չեն ու ինչ պատրաստում եմ երևի գլուխ չկովամ համով եմ պատրաստում, շատ հավանում են ու խնդիր չենք ունենում պատրաստելու մեջ, այսպես ասեմ, ինչ պատրաստեմ կուտեն։ Հա, ու ես մտածում եմ, որ ցերդունը խնդիր չի լինում եւ դուք ինչ որ քաղցրի տեսակներ չեք կրնում դրսից, միշտ դուք ես պատրաստում։ Օրինակ մենք ունենք Smile Sweet-ը, որը մեկ-մեկ մենք քաղցր չենք պատրաստում եւ ուտում ենք իր համովությունները։ Իսկ դու երևի միշտ դուք պատրաստեք։ Չէ, միշտ չեմ պատրաստում, համարյա միշտ եմ պատրաստում, բայց ես էլ ունեմ իմ սիրելի քաղցրավենիքները ու շատ մեծ իրար եմ մրցնաբունի ու Smile Sweet-ից մրցնաբույնը գնում եմ հաստատ։ Տեսեք, մեզ զադել ինչ որ ֆաներ կան եւ հավանողներ կան Smile Sweet-ի, շատ ուրախ ենք։ Ուրեմն արի մենք սկսենք ու արդեն ընթացքում կխոսենք։ Ես էլ մի հատ չուր վերցրեմ, քանի որ ձարավ եմ զգում, կարող է մի հատ էլ չուր կեզի։ Եթե դժվար չի։ Ահա։ Լավ, ես քոնը թողեմ, հետո խմես, ես ինձ խմեմ, ոչինչ։ Անուշ լինի։ Մերսի։ Իմիջիայլոց օրը միշտ պետք է մինիմում 8 բաժակ ջուր խմեմ։ Արի շաքարը տնենք, պատրաստ է։ Քիչ-քիչ ավելացրեք։
Արի ես էլ տնեմ, որ կես էլ տնեմ մի հատ։ Դե ինձ սիրելիներս, արդեն գրեթե մեր սպիտակուցը հարել ենք շաքարով ու գրեթե 2 րոպե են պատրաստ կլինի։ Դե ինձ սիրելիներս, գրեթե Անուշը բեզեն պատրաստել է, դրա համար մենք կարող ենք 4 պաղաթիչները հավաքել ու հետո արդեն բեզեն պետք է ավելացնենք իր վրա։ Մենք օգտագործում ենք մարանիգի ալյուրը։ Ուշად ուրախ ենք, որ մարանիգը այլևս ալյուր ունի եւ միայն ոչ թե ցորենի, այլ եգիպտացորենի, փրինցի, հնդկացավարի եւ շատ։ Ավելացրու 6 ճաշի գթալ ալյուր։ 1 2 3 4 5 6 Եվ 3 ճաշի գթալ կակաո, որ խնդրեմ, այո, սոստանը։ Օպա։ Ուրեմն կակաոը մենք մի հատ ստե ենք տնելու, հետո էլ արդեն գլազուրին։ Այո։ 1 2 Ուպս։ Մի քիչ ավելի քիչ։ 3 Տկալը։ Մի քիչ էլ ավելացնենք վանիլին։ Արի մի հատ խառնենք ու հետո կամաց ավելացնենք բեզեն։ Քիչ ավելացրու։ 1 2 Մենք զգուշ խառնենք, որ չնստի։ Ընդհանրապես ինչ որ հարել ենք եւ ունենք վոլյում, այսինքն ունենք sense ուրած նստվածք, ինչ որ փաղաթիչ պետք է ավելացնել, շատ կամաց պետք է ավելացնել, որովհետեւ միանգամից ինքը չնստի։ Ու Անուշը այնքան նուրբ աշխատում, դուք տեսնում եք, իրականում համբերություն կուզե մարդիկ, որ քաղցր են պատրաստում, որովհետեւ քաղցր պատրաստելը շատ մեծ համբերություն պետք ունի։ Մի քիչ էլ ավելացրու։ Գնացինք։ Ես օրինակ պատրաստում եմ, բայց շատ համբերատար չեմ։ Լրիվ լցրեք, շատ չխառնենք։ Դե ինձ սիրելիներս մի հատ կարակով կսենք մեր փայրեքսը կամ չերոցի բնակը։ Կարող եք ովևէ մեկ չերոցի բնակ օգտագործել։ Մենք հիմա ուզում ենք ցենց քարակուսի ունենանք։ Դուք կարող եք գլորի մեջ էլ անել։ Ինչ լավ խմոր ստացվեց։ Դե ասում են, որ սիրով են պատրաստում, տենց է լինում։ Այստեղ երկոքի կանգնած, սիրով լեցուն եւ ընդհանրապես մեր տաղավարում էլ բոլորը սերով սպասում են ասկիմոն իրականում։ Ոնց համով չլինի։ Չի կարա չի։ Տարածենք խմորը։ Շատ թեթև խմոր ստացվեց։ Դե ինչ, մենք ուղարկենք չերոց, հետո շատ երկար կխոսանք։ Հիմա մի հատ ծածացնենք։ 160 ու 25 րոպե։ Ահա։ 25 րոպե սպասում ենք, որպեսզի խմորը եփվի ու արդեն մենք կանցնենք քրեմին։ Այո։ Հետո էլ գլազուրը։ Դե ինձ սիրելիներս, հիմա քրեմն ենք պատրաստելու, քրեմի համար 1.5 բաժակ շաքար։ Ես կսպասեմ քեզի։ Ես ավելացնեմ դեղնուցը։ Կաթը ավելացնենք։ Հիմա 1 եւ գես։ Ճոտկի։ Այստեղ ունենք օսլան։ 1, ես մտնեմ ավելի լավ է։ 2 3, շատ 3 ջուր։ 4 5
խառնում ենք։ Սա խառնենք եւ դնենք մարմանդ կրակի վրա։ Ուրեմն սիրելիներս թեղնուցը թրեցինք, կաթ ավելացրեցինք, շաքար ավելացրեցինք եւ օսլան։ Հիմա պետքա շատ ցածր կրակի վրա դակացնենք։ Այնտեղ եմ դրած։ Որպեսզի բնդանա կամ հաստանա։ Ոնց կասեիր։ Թանձրանա։ Դե ինչ, տեսակ արդեն մեր քրեմը պատրաստ է։ Մի հատ ուզում եմ համին նայել, անհամբեր եմ։ Գիտեք ոնց է։ Custard-ի լման է։ Այսինքն մենք custard ենք ասում այս քրեմային։ Ես էսի անում եմ։ Մի հատ էլ տենց ամեն պեչենիներ եմ շարում ու իրա վրա տնում եմ, որն է չոկոլադ։ Հետո սանարան ես տնում հանում ես այնքան համով է լինում։ Արի, մենք հետո կարակ տեղափոխենք ամանի մեջ։ Հիմա քանի որ պետք է մի քիչ բաղի մեր քրեմը, փակում ենք իրա վրա ու ծածկենք չչորանա երեսը ու թողնենք սառի։ Հիմա արդեն պատրաստ ենք գլազուրը անելու։ Այստեղ շաքարավազը պետք է մի սուրճի բաժակ կամ կարող ենք ասել թեյի բաժակ ավելացնում ենք։ Այսքան լավ է երևի։ Լցնենք։ Սուրճի բաժակ, թթվասեր եւ 3 ճաշի գթալ կակաո։ Արի կակաո տնենք, հետո թթվասեր 1 2 3 Մարանիկի կակաո այնքան սիրում եմ։ Համով է, չէ՞։ Համով է եւ ցենց շատ է լավ որակապես եւ քույնով եւ բանով։ Գնացինք։ Թթվասերն էլ ավելացնենք։ Հիմա խառնում ենք, դնում ենք ցածր կրակի վրա, եփում ենք մինչև դառնա համասեռ զանգված։ Իմիջիայլոց ես գլազուրը անում եմ սերուցքով, իսկ Անուշը անում է թթվասերով։ Թթվասերով շատ համով է ստացվում, ես էլ չէի պատկերացնում, մինչև չարեցի առաջին անգամ։ So let's get to see։ Ես անհամբեր եմ։ Հոպա։ Oh my god։ Շատ լավ է իրականում ստացվել։ Խմորը ստուգում ենք մատով, եթե փոսիկ չի մնում մատի հետքը չի մնում, փոսիկ չի մնում, ուրեմն պատրաստ է։ Դե ինձ սիրելիներս, քանի որ քրեմը սպասում ենք մի քիչ սարի ու հանենք ու հավաքենք այս մեր համով էսկիմոն, ուզում եմ հիշեցնել, որ մենք բոլոր քնումները 8-8-ից ենք վերցնում, այսինքն եւ այնտեղ գտնում եք ամեն ինչ եւ բախտավորվում եք ինչով, որովհետեւ այնտեղ ունենք խաղարկություն, որտեղ որ դու 5000-ի եթե գնում կատարես, բայց նշված տեսականուց, որը Բայնալբանդյան է, դու մտնում ես խաղարկության եւ ինչ ես շահում։ Բնակարան։ Պատկերացնում ես, մի հատ անում ես դան բարակաները քնում ես, մի հատ էլ բնակարան ես վերցնում կամ շահում։ Եվ մի հատ էլ հետաքրքիր բան ունեն, որ շաբաթվա մեջ 20 հոգի են ընտրում, իրանց մոդի բոլոր մարդիկ, որ քնում են կատարում, ու ընտրում են այդ 20 հոգին ու զանգում են, ասում են, արի ինչ որ ծախսել էիր, հետ վերադարձանենք։ Այսինքն cashback են անում։ Ոնց որ 50000-ի ինչ որ քնում ես արել, զանգում են, ասում են, արեք, եթե ձեր 50000-ը դե կարաս մի հատ էլ 8 գնաս, նոր քնում կատարես։ Հետաքրքիր է, չէ՞։ Ու մեզ մնում է ընդամենը բախտ ունենանք։ Դե իրականում որ շատ ես գնում, միշտ բախտը լինում է, որով մի հատ խաղարկություն կա, մի հատ այդ 20 հոգին գա շաբաթական, իմ պատկերացրածով արդեն կլինի բախտավոր։ Ուրեմն մենք արդեն պատրաստ ենք եւ կարող ենք ավելացնել քրեմի վրա կարակը։ Կարակը հարենք, կրեմն ավելացնենք արաքին։ Ուզում է Անուշը մի քիչ էլ օգտվի ժամանակից, որպեսզի քրեմը բաղի։ Գնացինք։ Եվ ավելացնենք վանիլինը։ Ուրեմն մենք 10 գրամ վանիլին ենք օգտագործել, 5 գրամ աստղ ենք դրել, 5 գրամն էլ խմորի մեջ։ Հարենք այնքան մինչև սպիտակի։ Կոկնեք, չէ՞։ Դե ինչ անենք, եւ համով ենք պատրաստելու, եւ լավ բաղադրատոմս ենք ձեզ տալու։
Մացնենք եւ տարածենք, ես մի քիչ տարածեմ։ Ուղարկում ենք սառնարան լավ սառչի, հետո գլազուրա պատենք։ Սիրելիներս, քանի որ գլազուրին մի քանի րոպե աբեք, դրա համար մենք վերջի վարքյանին ենք անում, մի րոպեից ինքը արդեն ամրանում է ու պատրաստ է լինում։ Ու ոնց հասկացա, այս սմեդանին լավ գետե է դա, որ միանգամից ինքը Միանգամից կարողանում ես օգտագործել, հենց տակ վիճակում լցնում ենք, տարածում արագ, որպեսզի չհասցնի շուտ սառի տարածելուց։ Ուրեմն հիշացնենք, որ ովքեր որ մեզ նայում են Geton TV եթերով, մենք ամեն օր ժամը 9-ին եւ ժամը 17:00 Geton TV եթերով նոր բաղադրատոմսով ձեզ ենք սպասում։ Իսկ սոցիալական հարթակներում Instagram եւ Facebook ձեզ ենք սպասում, որպես follow անեք եւ տեսնեք մեր բոլոր լուրերը։ YouTube-ում էլ արդեն կաք, եթե չկաք, գրանցվում եք, որպեսզի բաց չթողնեք ոչ մի համով բաղադրատոմս եւ ոչ մի համով հյուր։ Լցնենք, Լսենք։ փորձենք, ինչ տարածենք, շոկոլադի պես է ստացվել։ Եվ բարականենք, որ Լավ տարածվի։ նա տարածվի ու չհասցնի սառը։ Ասում են AI ամեն ինչ կարա սարքի։ Թող սարքի։ AI ջան։ Եվ այսօրվա բաղադրատոմսը Էսկիմոն պատրաստ է։ Դուք էլ պատրաստ եք եւ վայելեք։ Բարեխ խորժակ։ Անուշ ջան, մենք ըստ սովորույթի բոլոր մեր հյուրերին բզդիկ նվերներ ենք տալիս, նամանավանդ մեր գործընկերները միշտ պատրաստում են նվերներ ու մենք նվիրում ենք մեր հյուրին։ Սոստեղ գա ABC բոլոր պրոդուկտները եւ դան բարակաների հետ կապված մակրության եւ խնամքի եւ մազի եւ այլն։ Այստեղ ունենք Smile Sweet-ի համով կաղցրները, մի օր որ Էսկիմո չի պատրաստես, այս սրանցից գուտես կամ ընդհանրապես կծանոթանաս, եթե ծանոթ չէ։ Մարանի գիտեմ, որ քու all-time favorite sponsor-ը դե, քանի որ իրեն բոլոր ապրանքները օգտագործել ես, բայց մեկը վստահ եմ ուրախանալու ես, եթե իրանից նվերներ ստանաս։ Այստեղ էլ ունենք սիրի եւ մազայի խմելիքները, չորեղենը եւ անշուշտ հյութերը։ Սոբզդիկ նվերներ են մեզ հիշատակ, այսօր կգնաս հենց ապրանքներով դուն։ Շնորհակալ եմ շատ նվերների համար Շաղիկ ջան, նաև հրավերի համար անչափ հաճելի էր ինձ հետ ձեզ հետ գտնվել նույն տաղավարում, պատրաստել համով տորտ միասին։ Շնորհակալ եմ շատ։ Եվ գիսվել այս համով բաղադրատոմսով։ Իհարկե մեր համար էր շատ հաճելի, շատ ուրախ ենք, որ այսօր այստեղ էիր եւ այսքան համովություն պատրաստեցինք։ Հիմա եկել է այն ամենակարևոր բահը, որ մենք արդեն պետք է փորձարկենք։ Սկսում եք, չէ՞, մենք անհամբեր ենք փորձելու։ Դե այդքան տանջվել ենք։ Չէ, չենք ասի տանջվել ենք, հետո դուք էլ կվախենաք չեք անի։ Տանջված չենք։ Ես բայց որ սառը շատ լավ կլիներ։ Ոչինչ, սիրելիներս, անուշ անհանգիստ է, որովհետև այս պետքա մի քանի ժամ սառեր ու հետո ուտեինք, բայց դե այսօր եթերա, ոչինչ, դուք հասկանում եք, որ ձեր տանը կարող եք ավելի երկար սառնարանում թողել ու կտրատել, քան որ եթե ավելի երկար սարի, ինքը ավելի սենց կաղապարի պես է լինում։ Տա-տա-տա-տա։ Հրաշքան կեղծ շատ համով է։ Չեք տեսնում, որ չենք կարողանում խոսալ շատ համով է։ Մի քիչ էլ համբերություն որ ունենաք ու մեզպես չշտապեք, հա։ Չէ, լավ է, ինչ է։ Ասկավելի լավ է, ինչ պիտի լար։ Մեկը մի քիչ ավելի սարած են իրենք ուտելու։ Անունի նման Էսկիմո։ Ավելի ոչ շատ համով է, անկեղծ։ Դե ինչ սիրելիներս։ Մի խոսքով տեսակ բաղադրատոմսը ինչպես պատրաստեցինք, անպայման դուք էլ գրի գառնեք։ Եթե շատ եք հավանել, կարող է ուղարկեք վիդեոն ձեր հարևաններին, ձեր մամային, ձեր աղջկան, ձեր քույրիկին, որ իրենք էլ պատրաստեն, որովհետև շատ համով է ու չեք ուզի ինչ որ մի մարդ բաց թողնի այս համովությունը։ Շատ շնորհակալ ենք Անուշան այսօրվա համար։ Ես եմ շնորհակալ։ Հույսով եմ մեր հերոստատի դողը շատ կհավանի ու կպատրաստի ու արդեն մարդիկ ուրախ կապրեն այս համովությամբ։ Ցտեսություն։ Տեսություն։ Ցտեսություն։